Ունեմ 5 գանձ, 4 աղջիկ, 1 տղա, բոլորը իմ հպարտությունն են։ Մենք ամուսնուս հետ մինչև ամուսնանալը դեռ պլանավորել էինք 13 երեխա ունենայինք։ Դե այնպես ստացվեց, որ 5-ն են, ամուսինս միշտ ասում է դեռ 5-ն են, ինքը հուսով է, որ կշարունակվեն։ Մեծ ընտանիք ունենալու առավելությունները նրանք են, որ երբեք ձանձրալի չի լինում, միշտ իրար հետ զբաղմունք ենք գտնում, վստահում ենք իրար մինչև վերջ, միշտ գիտեմ, որ հույսս կանամ դնեմ ընտանիքիս վրա։ Շատ ուրախ եմ, որ ունեմ քույրիկներ ու իրանք ինձ զիջում են։ Երբ որ դու գալիս ես տուն, դու զգում ես, որ տանը լցված է սրտով, ուրախությամբ։ Ամեն օրը լի է իրադարձություններով։ Տանը միշտ ուրախ է, ինձ թվում է բազմազավակ ընտանիքների երեխաները շատ ավելի ինքնուրույն են լինում, ինքնաբերաբար այդպես է ստացվում, եւ ես էլ իրանց տալիս եմ այդ հնարավորությունը ինքնուրույն լինելու, որովհետեւ կարծում եմ, որ ծնողը ամենամեծ բանը, որ կարող է տա երեխային, հենց ինքնուրույնությունն է, որը իրան կյանքում հետագայում շատ պետք կլինի կայանալու, մարդ դառնալու համար։ Շատ թորնիկ ունենալը լավ բան է։ Առավոտ ժամը 7:30 վեր կացնա, 12-ին 1-ին արդեն քնելու։ Իսկ մինչև այդ անընդհատ զբաղված եմ թորնիկներով։ Մայրիկով շատ հպարտանում ենք, որովհետև ամեն ինչ հասցնում է, զարմանալի է, որտև 5 երեխա ունի ու աշխատում է։ Մենք էլ իրան այդ ամեն ինչում օգնում ենք։ Մանկական հագուստի խանութ ունեմ արդեն 9 տարի է, շատ սիրում եմ իմ գործը, շատ։ Ինքս իմ մասին, ինչպես ասած, չեմ մոռանում, բարի եմ գնում ընկերուհիներիս հետ, մարզասրահ եմ հաճախում։ Իմ մայրիկը շատ ուրախ է, զվարճալի է, սրտով լի եւ հենց ինձ թվում է հենց դա է, որ նա կարողանում է հասցնել ամեն ինչ։ Ամեն ինչ ճիշտ դասավորելու դեպքում ամեն ինչ հնարավոր է հասցնել։ Ու ամեն երեխայի հետ ոնց որ քո կարողությունները ավելանան, ոնց որ ավելի ուժերդ ավելանան, ու երևի կարծում եմ նախատեսված են քո ուժերը այն ամեն ինչի համար, ինչ քեզ Աստված տալիս է, որովհետև դու կարող ես դա անել։ Սիրով անում այդ ամեն ինչը դրա համար։ Երեխաների խնամքի հարցում, հասցնելու հարցում ինձ օգնում են հենց իրենք երեխաները։ Առաջին հերթին իրանց ինքնուրույնությամբ, երկրորդ հերթին մեկը մյուսին օգնելով։ Շատ ենք ես եւ մեծ քույրս փոքրիկների մասին հոգ տարել, միշտ իրանց օգնում ենք դասերը անենք, մայրիկը երբ որ տանը չի լինում իրանց կերակրում ենք։ Խաղում ենք, դասեր ենք անում, մեկ իրանք ասում են չէ, չխաղանք, որտև դասեր հելավոր ունեն, ես մեկ դասերը շոտ եմ բրծում, քանց թե իրանք, մենք շատ ենք սիրում խաղալ Ադայի հետ։ Ամեն երեխա ուզում եմ իմանա, իրան եմ ավելի շատ սիրում, թե մյուսներին, ես միշտ ասում եմ, որ հավասար։ Մայրիկը ամենաշատը սիրում է ինձ։ Ինձ թվում է, որ հավասար է սիրում, որովհետև հենց այդպես էլ իմ մայրիկը ասում է։ Որ ինքը ասում է հավասար, ինձ թվում է, որ ինքը ճիշտ է չի ասում, բախում է, որ իրանք բանը կնեղանդան, ու ամենաշատը ինձ է սիրում։ Շատ կինց։
հազվադեպ է լինում, որ բոլորս միասին հավաքվում ենք, երբ որ հավաքվում ենք, միշտ սիրում ենք կիսվել մեր օրվա մասին պատմել։ Ուրախանում ենք, զվարճանում ենք, զրուցում ենք, ֆիլմեր ենք դիտում։